Մենք փորձել ենք բոլոր ճանապարհները, բոլոր ելքերը փորձել ենք իրականում 2020-ից հետո գոնե Արցախյան հանրությունը իդեմս մեզ նաև որ անընդհատ որևէ process-ի պարագայում մենք անպայման Հայաստանի Հանրապետությունում էինք եւ մեր հայրենակիցների հետ ցանկացած գործընթացում էինք այս իշխանությունների արածին հակառակ գործընթացում շատ լավ գիտակցելով որ դա ուղիղ առնչվում է Արցախին եւ դեռևս այն ժամանակ մենք շատ լավ հասկանում էինք որ որևէ գործընթաց կասեցնելու, կանգնեցնելու կամ գոնե ընթացքը դանդաղացնելու ու թույլատնելու համար գոնե սկզբնական շրջանում պիտի հեռացնել իշխանություններին չկա այլ տարբերակ։ Եվ մենք ինչի միջով ասես անցել ենք տարբեր տեսակի շարժումներ, տարբեր տեսակի ակցիաներ, հանրահավաքներ, 100,000-ին հասնող հանրահավաք, այնուհետև նախորդ ամառ արդեն կրակոցներ ժողովրդի դեմ, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, ես ինքս անձամբ այնտեղ էի, այսինքն չկա այլ ճանապարհ, հասկանում եք։ Ես ինքս բազմաթիվ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական առողջ ազգային նպատակներ ունեցող ուժերի մեջ բազմաթիվ ընկերներ ունեմ։ Ընկերներ, որոնց ցավը նույնն է ինչ որ մերը, նույն ցավով, նույն դարդով, նույն նպատակներով ու ցանկություններով ենք։ Բայց պետք է ընդունենք մենք բոլորս, որ այս իշխանությանը փողոցով հաղթելը այո անհնար է։ Ինչու՞։ Որովհետև այս իշխանությունը փողոցով է եկել իշխանության, ինքը բոլորից լավ է տիրապետում փողոցի, այո, այդ ինչ անել փողոցում, ինչպես զավթել, ինչպես իշխանությունը զավթել։ Եվ հետևաբար ինքը նաև շատ լավ գիտի ինչպես կասեցնել բոլոր այդ տեսակ պայքարը։ Պատական չի, որ ցինիկ պատասխաններ էին այդ ուղղությամբ հնչում, որ երբ որ փողոցով կկարողանաք հասնել նրան, որ ժողովուրդը կպահանջի, խնդրեմ, մենք կզիջենք իշխանություն։ Այո։ Դե իրենք շատ լավ գիտեին ինչպես կանգնեցնել փողոցային շարժումը, ինչը մենք ականատես եղանք նախորդ տարի։ Իրենք կարողացան, այո, դա էլ պետք է ընդունել, որսի չկրկնել նման սխալներ, կարողացան, մենք շատ լավ պատկերացնում ենք բոլորս, որ որևէ process-ի հաջողության համար փողոցով Երբ որ ժողովուրդը այո ինքնաբուխ կարողանում է տասնյակ հազարներով, 100,000-ով հրապարակ լցնել, պիտի դրան անմիջապես հաջորդեն քաղաքական գործընթացներ։ Ժողովուրդը առանձին կամ քաղաքական միավոր առանձին ինքը հաջողություն չի գրանցելու երբեք, եթե դրանք համատեղ չեն։ Անցած տարի կարծես թե եղավ, բայց կարողացան, այո, իշխանությունները իրենց այսպես ներդրած զանգվածներով նաև պարակտել շատ process-ներ, որոնք հաջողություն էին բերելու, կարողացան, որտեղ իրենք լավագույնն են տիրապետում այդ ամենին։ Ոչ թե ընդդիմությունը ինքը պարակտված է կամ իրար կոկորդ է կրծում, ինչպես ներկայացնում են շատ շատերը։ Ոչ, իշխանությունները կարողացան դա անել ներդնելով համապատասխան մարդկանց, համապատասխան դերակատարություններ ունեցողների, եւ դա կարողացան։ Եվ այսօր բոլոր ճանապարհներով որպես անցած մարդ որը չնայած մինչ այդել կողմ է եղել, որ ամեն ինչ պետք է շատ քաղաքակիրթ եւ սահմանադրական ճանապարհով տեղի ունենա, այլևս այլ ելք ուղղակի չկա, քան սահմանադրական ճանապարհով ազատվել այս իշխանություններից, որովհետեւ եթե միամտոր են դեռևս կան ուժեր, որոնք մտածում են կամ այն ուժերը, որոնք արդեն քարոզարշավի կամ ընտրությունների այդ նախընտրական տրամադրություններում են, իրենք պիտի շատ կամ կարծում եմ հասկանում են, որ իրենց այլ դերակատարություն չի լինելու, քան լավագույն դեպքում երկրորդ տեղում լինելը, լավագույնը իհարկե երկրորդ տեղում լինելը, որտեվ այդ ճանապարհով շանսը այլևս կարծես թե չի մնում, այս իշխանությունները կարողանում են կառավարել եւ այն իշխանությունը, որը պատրաստ չի կամ դու չունես այդ ուժեղ ճնշումը իրեն հեռացնելու, չի հեռանալու, առավել եւս այս իշխանությունները, որոնց համար բոլոր կարմիր գծերը վերացված են եւ չկա կարմիր գիծ, որը կարող է լինելու դեպքում խանգարել իրենց իշխանության շարունակությանը կամ վերարտադրմանը եւ ի վերջո լծակները իրենց ձեռքում են։ Գոնե մենք արդեն սկսել ենք բոլորս տեսնել դա, ինչպես են իրենք դա կարողանում օգտագործել, սկսած այն կոռուպցիոն համակարգից
լավ ոչ մեկս չենք ասում որ չի եղել կոռուպցիա, բայց արդյոք հիմա չկա ոչ համակարգված իշխանությունների ձեռքում այդ կոռուպցիան կառավարվում է, այնպես էլ մնացած բոլոր բնակավարներն են կառավարվում։ Հետևաբար միակ ճանապարհը այո, խորհրդարանական ճանապարհով, համախմբմամբ, բայց նաև շատ կարևոր է այստեղ, որ այդ համախմբման քաղաքական ուժերի համախմբման արդյունքում իրենք չմնան իրենց համախմբմամբ միայնակ, պիտի լինի այո նաև ժողովրդի աջակցությունը, եւ եթե բոլոր քաղաքական ուժերը, այն ուժերը, ովքեր նաև դիտարկում են 2026-ի ընտրություններին իրենց մասնակցությունը, հետևաբար իրենք ինչ որ հաղթանակ են ակնկալում, հետևաբար ունեն համակիրների հատված, հա, ուրեմն իրենք պիտի այդ ամբողջ ներուժը, այսպես ուղղեն այդ համախմբումը եւ դա կդառնա նաեւ ժողովրդի կողմից ճնշումը, հա, ուղղեն նման գործընթացի մեկ օր առաջ պետք է ազատվել իշխանություններից, որովհետև ինչպես այսպես պատկերավոր, հա, ճանապարհի մասին խոսեցինք, Արցախում մենք դանդաղեցինք, Ադրբեջանը կառուցեց այդ ճանապարհը, այնպես էլ այստեղ է լինելու։ Դե փաստորեն արդեն պատրաստ է ճանապարհը։ Այո, մեկ օր առաջ պետք է իշխանությունները չլինեն, որպեսզի այդ բոլոր քաղաքական ուժերը, որոնք ուզում են մտնել խորհրդարան, ուզում են իշխանության գալ, որպեսզի իրենց ազգային ծրագրերը իրականացնեն, հետևաբար պիտի մեկ օր առաջ սկսեն այդ գործընթացը, չսպասեն ընտրություններին, որտեղ հավանականությունը ընտրություններով ազգային ծրագրեր իրականացնելու օր-օրի հավասարվում է 0-ի։